Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Բողոքի հայտագրում խոր վրդովմունք է արտահայտվել պետական մեդիա հոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են եւ թշնամական դրսեւորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները, նշել է Բադալյանը։ Ռուս հաղորդավար լրագրող Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Դատական համակարգի արդյունավետությունը, ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացումը եւ իրավակարգի լեգիտիմության վերականգնումը մնում են Հայաստանի համար առաջնահերթ եւ փոխկապակցված խնդիրներ։ Փաշինյանը մասնակցել է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընդհանցակարգային խոչընդոտները թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկմանը նաև ներկայացվել են վիճակագրական տվյալներ, հնչել են առաջարկներ թվայնացման, ընդհանցակարգերի պարզեցման եւ դատավորների աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ։ Դատարաններում գործերի քննության ձգձգման պատճառներ, ծանրաբեռնվածություն, համակարգային լուծումներ, որոնք պետք է ապահովեն քաղաքացիների համար արդարադատության ժամանակին հասանելիությունը։ Սրանք այն հարցերն էին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության, արդարադատության համակարգի եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ միասին քննարկեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով միջոցառմանը։ Վարչապետը շեշտեց, դատական համակարգի արդյունավետությունը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության առանցքային հարց է։ Ըստ նրա, արդարադատության ոլորտում խնդիրները չեն կարող լուծվել միայն ընդհանցակարգային փոփոխություններով, առանց հասնելու դրանց հայեցակարգային հիմքերին։ Նրա խոսքով անհրաժեշտ է հստակ ձևակերպել, թե ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը Հայաստանի իրականության մեջ։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձավ դատավորի խիղճ արտահայտությանը, հարց բարձրացնելով դրա բովանդակության մասին։ Միաժամանակ նշելով, եթե խոսում ենք դատավորի խղճի մասին, ապա պետք է հասկանանք ինչ է դա, ինչու միայն դատավորինը, եւ արդյոք հնարավոր է այդ հասկացությունը մոդելավորել, ձևակերպել կամ չափելի դարձնել։ Քննարկման առանցքային թեմաներից մեկն էլ իրավակարգի լեգիտիմությունն էր։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը ընտրությունների միջոցով լուծված է, սակայն իրավակարգի լեգիտիմության հարցը մնում է բաց։ Նրա խոսքով ժողովրդի եւ սահմանադրության միջև առկա խզումը հանգեցնում է նրան, որ իրավակարգը չի ընկալվում որպես լիարժեք լեգիտիմ։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության։ Պետության կողմից սահմանափակումները անխուսափելի են ազատությունների ապահովման համար, սակայն այդ սահմանափակումները պետք է ընկալվեն քաղաքացիների կողմից որպես իրենց իսկ կողմից ընդունված կանոններ, ասաց վարչապետն ու ընդգծեց. միայն այդ դեպքում է հնարավոր նվազեցնել պետության եւ քաղաքացու միջև առաջացող լարվածությունը։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա, որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, եւ հետեւաբար սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե մենք ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի եւ պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ ֆունդամենտալ այս հարցերը կա եւ մեր իրականության մեջ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեն, այս հարցերի պատասխան չկա եւ անդրադարձ չկա։ Քննարկման ընթացքում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ հայտարարեց, որ դատական համակարգում իրականացվում է մաքրման գործընթաց։ Նրա խոսքով կան դատավորներ, որոնք կարգապահական վարույթների ընթացքում նախընտրում են սեփական դիմումով լքել համակարգը, կանխատեսելով լիազորությունների
դադարեցում։ Նախարարը նշեց, որ թեև սա քաղաքացու տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել, սակայն համակարգի առողջացման տեսանկյունից այն կարևոր քայլ է։ Նրա խոսքով պետությանը պետք չեն դատավորներ, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում քննել պարզունակ գործեր։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք մանճանապարով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Սրփուհի Գալյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, նշելով, որ վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է պատմական ցուցանիշ։ Այս պահին դատապարտյալների թիվը 24-ով գերազանցում է կալանավորվածների թվին։ Նախարարի խոսքով սա դրական միտում է եւ ակնկալվում է, որ դատական գործընթացների արագացման արդյունքում այդ տրամաբանությունն առաջիկայում կաճի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ իր հերթին մտահոգիչ գնահատեց դատաքննության փուլում վաղեմության ժամկետների լրանալու հիմքով քրեական հետապնդումների դադարեցման դեպքերի աճը։ Նրա ներկայացրած տվյալներով, եթե 2020 թվականին նման հիմքով հետապնդումը դադարեցվել է 61 անձի նկատմամբ, ապա 2023-ին այդ թիվը հասել է 519-ի։ 2024 թվականին գրանցվել է 233 դեպք, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում արդեն 118։ Կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում, վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ, եւ ինչը ոչ պակաս կարեւոր է, այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց, եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։ Գլխավոր դատախազը նշեց, որ նոր քրեական օրենսգիրքը որոշակիորեն լուծում է խնդիրը սահմանելով ավելի երկար վաղեմության ժամկետներ, սակայն մինչև 2022 թվականը կատարված հանցագործությունների մասով մարտահրավերները դեռ առկա են։ Որպես լուծում նա կարևորեց աշխատանքի ճիշտ պլանավորումը, վիճակագրության խորքային վերլուծությունը, նաև նույն անձանց վերաբերյալ գործերի մեկ վարույթում միավորումը, ինչը թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը։ 2025 թվականը կարևոր էր պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից եւ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը մինչև 1.5 տարի առանցքային եւ շրջադարձային փոփոխություններից մեկն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Այս մասին 2025 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է ոլորտի ծախսերի, սպառազինության, տեղական ռազմարտությունաբերության, ծառայության կրճատման, զինծառայողների արձակուրդների, ատեստավորման եւ ոլորտային բազում խնդիրների ու ծրագրերի արդյունավետության մասին։ Մանրամասները տեսանյութում։ 2025 թվականը պաշտպանության ոլորտում կարելի է բնութագրել որպես համակարգային բարեփոխումների տարի։ Այդ մասին 2025 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով թվեր, փաստեր, նաև ռազմավարական ուղղություններ, որոնք նախարարի գնահատմամբ էապես փոխել են բանակի դիմակիցը։ Պաշտպանական ծախսերի աննախադեպ աճ։ Սուրեն Պապիկյանի խոսքով 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ, որը համարժեք է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլարի։ Համեմատության համար նշվեց, որ 2018 թվականին ՊՆ բյուջեն կազմել է ընդամենը 245 միլիարդ դրամ։ Այսինքն նախահեղափոխական 2018 թվականի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ընդգծեց Պապիկյանն, արձագանքելով այն քննադատություններին, թե պաշտպանության ոլորտին հատկացվում են քիչ միջոցներ։ Նա նաև տեղեկացրեց, որ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 միլիարդ 702 միլիոն դրամ, ինչը
գրեթե եռակի գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը 17.7 միլիարդ դրամը եւ ուղղված է զորանոցային ֆոնդի, ենթակառուցվածքների եւ կենսապահովման պայմանների բարելավմանը։ Շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ Զորակոչի աճ եւ ծառայության ժամկետի կրճատում։ Պապիկյանը շեշտեց, որ 2023 թվականի համեմատ 2025-ին գրանցվել է զորակոչի 19% աճ, ինչը ըստ նրա համակարգային բարեփոխումների արդյունք է։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1.5 տարի նախարարն անվանեց 3-րդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային բարեփոխում, ընդգծելով, որ որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին եւ ամրագրված է կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրում։ Այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Արձակուրդներ, սոցիալական երաշխիքներ եւ վերաբերմունքի փոփոխություն։ 2025 թվականի ժամկետային զինծառայողները 1.5 տարվա ծառայության ընթացքում կունենան 21-ից 30 օր արձակուրդ, 30 օր սահմանային ծառայություն իրականացնողների համար, 21 օր թիկունքային զորամասերում ծառայողների համար։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է անմիջապես օգտվել երկօրյա արձակուրդից։ Ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ երկու հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Ատեստավորում եւ աշխատավարձերի զգալի բարձրացում։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորեց ատեստավորման գործընթացը, որի արդյունքում զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել 205,000-ից մինչև 470,000 դրամ։ Նրա խոսքով ծրագրի մեկ տարկիծի վեր մասնակիցների 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը, ինչն էապես փոխել է բանակի նկատմամբ վերաբերմունքն ու բարձրացրել ծառայողների մոտիվացիան։ Պակաս կարևոր չէ նաեւ բնակապահովման ծրագիրը։ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։ Պաշտպան հայրենիաց ծրագիր երկարաժամկետ ծառայության խթանում։ Պապիկյանը հայտարարեց, որ Պաշտպան հայրենիաց ծրագրում իրականացվում են փոփոխություններ։ Եթե նախկինում 5 տարվա ծառայությունից հետո զինծառայողները ստանում էին 5 միլիոն դրամ պատվովճար, ապա այժմ պայմանագիրը հնարավոր է երկարաձգել եւս 2 կամ 5 տարով։ Այսպիսով 2 տարվա համար 1.5 միլիոն դրամ, 10 տարվա հանրագումարով 10 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ այս պահին ծրագրով ծառայություն է իրականացնում 4234 զինվորական։ Նպատակը պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականությունն ապահովելն է։ Շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում։ Այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչեւ պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվաքանակ բոլոր զորակոչերի նկատմամբ
մինչև 1000-1100 մարդ։ Կանայք զինված ուժերում։ Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը Պապիկյանը նշեց, որ թեև տեմպը լիովին գոհացուցիչ չէ, բայց ծրագիրն արդյունք է տալիս, միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է մեծացնել ծրագրի արդյունավետությունն ու հետաքրքրությունը։ Արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Խոսում ենք հավասարությունից, բայց երբ այդ հավասարության հնարավորությունը ընձեռվում է, մենք խուսափում ենք այդ հավասարությունից օգտվել։ Հիմա եթե չլիներ, ասելու եք տեսեք, կանանց հնարավորություն չի ընձեռվում, այ որ կանանց թողային, գիտեք տասնյակ հազարավոր հայուհիներ կզինվորագրվեին հայրենիքի ծառայության։ Ես չեմ բացառում, որ այսօր էլ հայուհիները ունեն այդ ցանկությունը, մեր քաղաքացիները ունեն այդ ցանկությունը, բայց խանգարում է կարծրատիպերը։ Տեղական ռազմարդյունաբերություն եւ սպառազինության դիվերսիֆիկացիա։ Պաշտպանության նախարարն ընդգծեց սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիայի կարեւորությունը, միաժամանակ շեշտելով տեղական արտադրության զարգացումը։ Եթե 2022 թվականին տեղական ընկերությունների հետ կնքվել էին 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր, ապա ներկայում գործող պայմանագրերի ծավալը հասնում է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։ Նաեւ կարեւորում եմ 2026-2028 թվականների Երամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Սա ռազմաարդյունաբերության զարգացման, դրա շարունակական բարելավման ուղղությամբ էական ներդրում եմ համարում մեր կողմից։ Միայն 2026 թվականին նախատեսում ենք տեղադրել շուրջ 150 միլիարդի պատվեր տեղական ռազմաարդյունաբերությանը եւ սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ ու շարունակական զարգանալ։ Նոր համազգեստ առանց ամբողջական գնման։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե Պաշտպանության նախարարությունն արդեն իրականացրել է նոր համազգեստի ամբողջական գնում։ Նրա խոսքով ամերիկյան ընկերությունների հետ պայմանագիրը նախատեսում է միայն փորձանմուշների, տեխնիկական նկարագրերի եւ փորձարկման խմբականակի տրամադրում։ 2026 թվականին արդեն նախատեսվում է բաց գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաեւ տեղական արտադրողները։ Նա հավելեց, որ նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նոր համազգեստի վաճառքը խանութներում կարգ Այն որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպեսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարգապահություն եւ անվտանգություն։ Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ 2025 թվականին զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման եւ երկուսը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ դիտարկում են եւ ուսումնասիրում բոլորային կեղծ հիվանդության դեպքերը, որոնք օգտագործվում են բանակից ազատվելու համար։ Ի դեպ, նա ասաց, որ աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացի են։ Սահմանային իրավիճակ։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին շփումներ չկան։ Անդրադառնալով Սև լճի դիրքին, նա նշեց, որ հայկական զինվորները ստիպված են անցնել
ադրբեջանական դիրքի կողքով որպես այլընտրանք դիրքը լքելուն։ Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը, մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն, փաստացի եւ ըստ էության ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում։ Այսպիսով նախորդ տարին պաշտպանության ոլորտում ձևավորվեց որպես բարեփոխումների տարի, բյուջեի կտրուկ աճից մինչև ծառայության ժամկետի կրճատում, սոցիալական երաշխիքներից մինչև տեղական ռազմարդյունաբերության զարգացում։ Սուրեն Պապիկյանի գնահատմամբ այս ամենը հիմք է տալիս 2025-ը բնութագրել որպես գերարդյունավետ եւ համակարգային փոփոխությունների տարի Հայաստանի պաշտպանական համակարգում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել 25 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք հաստատել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև նախարար Միրզոյանը Վաշինգտոնից հանդես է եկել TRIP շրջանակի փաստաթղթի վերաբերյալ ասուլիսով տվել սպառիչ պարզաբանումներ։ Վաշինգտոնում երեկ եւս մեկ առանցքային էջ բացվեց Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող TRIP նախագծի գործնական իրականացման ճանապարհին։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի առանցքում Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խորացումն ու Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի TRIP-ի իրականացման շրջանակի հրապարակում Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են զարգացման ակտիվ փուլում։ Համատեղ նախաձեռնությունները բազմապատկվում են, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվում են գործնական քայլերի։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք շեշտվեց խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունը եւ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը։ Հանդիպումից հետո նախարար Միրզոյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում, ապա Հայաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը պաշտոնապես հաստատեցին TRIP ծրագրի համար Հայաստան-Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Դա ուրեմն նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար ուրեմն եւ բոլոր գործընկերների համար եւ Միացյալ Նահանգների եւ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի եւ վերջնական այդ պայմանագրերի ընկերության հիմնադրման ուրեմն եւ կանոնադրության եւ հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև հրապարակված փաստաթուղթն ուրվագծում է TRIP-ի գործարկման կոնկրետ ուղիները, նախատեսելով Հայաստանի տարածքով անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծում։ Նախագիծը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ կդառնա տրանսկասպիան առևտրային երթուղում կենսական օղակներից մեկը, ստեղծելով տնտեսական եւ հաղորդակցային նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Փաստաթղթում հստակ արձանագրված է, որ TRIP-ը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա եւ չի առաջացնում իրավական պարտավորություններ Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար։ Չի լինելու TRIP ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Առավել քննարկվող կետերից մեկը TRIP զարգացման ընկերության հիմնման մասին դրույթն է։ Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել այդ ընկերության ստեղծմանը 49 տարի նախնական ժամկետով տրամադրելով կառուցապատման իրավունք։ Ըստ համաձայնության Միացյալ Նահանգներին կառաջարկվի ընկերության 74% մասնաբաժինը։ Հայաստանը կպահպանի 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ 49 տարվա ավարտից հետո գործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով եւ այդ փուլում Հայաստանի մասնաբաժինը կավելանա
հասնելով 49%-ի։ Միրզոյանը հատուկ շեշտեց, որ ընկերության բաժնեմասերի որևէ փոփոխություն կամ վերջնական շահառուների փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների նախնական համաձայնության։ Ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն, եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Նախարարի խոսքով բաժնեմասերի բաշխումը բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է կողմերի ներդրումները։ Միացյալ Նահանգները կատարելու է մեծ ֆինանսական ներդրումներ, մինչդեռ Հայաստանի հիմնական ներդրումը կառուցապատման իրավունքն է։ Թրիփի շուրջ հնչող մտահոգություններին ի պատասխան փաստաթուղթը եւ կողմերի հայտարարությունները հստակ ընդգծում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային բոլոր գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Հայաստանը լիարժեքորեն պահպանում է օրենսդիր, դատական եւ կարգավորիչ վերահսկողությունը, ազգային անվտանգության եւ իրավապահ գործառույթները, մաքսային ու սահմանային վերահսկողությունը, հարկերի եւ տուրքերի գանձումը, տվյալների եւ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը։ Կիրառվելու է front office, back office մոդելը, որտեղ մասնավոր օպերատորները կկատարեն սպասարկման եւ դյուրացման գործառույթներ, իսկ բոլոր ինքնիշխան որոշումները կմնան Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ձեռքում։ Front office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ թրիփը ոչ միայն ենթակառուցվածքային կամ տնտեսական նախագիծ է, այլև շարունակական ճանապարհ հայ-ամերիկյան արդեն իսկ ամուր ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Թրիփ նախագիծը կարող է աշխարհի համար լինել մոդել, ցույց տալով, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև, որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է։ Սա բացում է Հայաստանը բիզնեսի առաջ եւ ստեղծում տնտեսական բարգավաճման նոր, լայն հնարավորություն։ Նշվում է, որ Վաշինգտոնյան այս հանդիպումն ու հրապարակված շրջանակային փաստաթուղթը հերթական կարևոր քայլն են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Թրիփը միտված է ամրապնդելու Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությունն ու բարգավաճումը, միաժամանակ ստեղծելով նոր առևտրային ուղիներ, որոնք Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովը կկապեն Եվրոպայի հետ։ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի, մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն եւ այլն։ Իդեպ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ողջունել է Վաշինգտոնում կայացած գործընթացը, այն որակելով որպես խաղաղության, ինստիտուցիոնալացման եւ թրիփի գործնական իրագործման ուղղությամբ արված կարևոր քայլ։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս անդրադարձել է փաստաթղթին եւ նշել, թրիփը մեգանախագիծ է, որից շահելու են բոլորը եւ առաջին հերթին Հայաստանի ժողովուրդը։ Հայաստանը ըստ էության ամբողջությամբ պահպանելու եւ իրականացնելու է օրենսդրությամբ իր ինքնիշխանության սահմաններում բոլոր գործառույթները, հիմնվելու է մի ընկերություն, որը որ բավական մեծ ներդրումներ է իրականացնելու այս ենթակառուցվածքի մեջ։ Հայաստանը նաև թրիփ ընկերության մեջ ունենալու է իր փայաբաժինը եւ բացի հարկերից, տուրքերից, մաքսային վճարներից, որոնք որ մուտք են գործելու մեր պետական բյուջե, Հայաստանը նաև ունենալու է իր շահաբաժինը տվյալ ընկերության եկամուտներից, որոնք եւս գնալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թրիփը, ինչպես ընդգծում են կողմերը, հավակնում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային օրինակ, ցույց տալով, թե ինչպես կարող են տնտեսական զարգացումն ու ինքնիշխանությունը քայլել նույն ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ամբողջ պատմության ընթացքում երբեք ավելի կայուն անվտանգային միջավայր չի ունեցել, քան ներկայում է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի եւ հնարավորությունների խաչմերուկում պանելային քննարկմանը։ Վարչապետը ընդգծելով արտաքին քաղաքականության 25 թվականի կարևոր ձեռքբերումները, ասել է, որ 26 թվականը լինելու է այդ ձեռքբերումների շարունակության, այսպես ասած, պտուղները քաղելու ժամանակահատված։ Վերջինս անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններին եւ երկրում որոշ շրջանակների կողմից գեներացվող բենզինավառելիքային տարաբնույթ խոսույթներին։
Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ամբողջ պատմության ընթացքում երբեք ավելի կայուն անվտանգային միջավայր չի ունեցել, քան ներկայում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում պանելային քննարկման ժամանակ, որի բանախոսներից էին նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Վարչապետը խոսելով 2025 թվականի արտաքին հարաբերություններում ձեռք բերված հաջողությունների մասին ընդգծեց, որ դրանք չի առանձնացնում եւ 2026 թվականը այդ ամենի շարունակությունն է, որն ավելի ու ավելի դրական ավարտ է ունենալու։ Ըստ Փաշինյանի այդ ամենի վառապացույցն արդեն ԱՄՆ Հայաստան կառավարությունների հրապարակած հայտարարությունն է թրիփ նախագծի հետագաշարունակության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո։ Նման պայմանավորվածություններն ու հարևանների հետ հարաբերությունների հստակ կառուցումն է, որ Հայաստանը դարձնում է ավելի անվտանգ, շարունակեց Փաշինյանը։ Ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում։ Վարչապետը շեշտեց, որ ներկա իրադարձությունների նախնական կետը ձևավորվեց եւ հետագայում զարգացում ապրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ եվրոպական քաղաքական առաջին համաժողովի շրջանակում քառակողմ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրի վրա խարսխված սկզբունքների համաձայն ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որից հետո կարճաժամկետ, այնուհետև երկարաժամկետ ծրագրով Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայվեց Հայաստանում։ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում իր շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցների ղեկավարներին, առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ջանքերը։ Երկրի ղեկավարը հավելեց, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ այլ շահագրգիռ պետությունների ու կառույցների դերը խնդրի կարգավորման ուղղությամբ շատ կարևոր է, բայց առավել կարևոր էր, որ կողմերը այս դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը հասկանային, թե ինչ են ուզում եւ ուր են տանելու բանակցային սեղանից դուրս քայլերը։ Փաշինյանը թե վստահեցրեց, որ թրիփի գործարկման տարածաշրջանում նոր ներդրումներ ու նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց համոզված է այն լիակատար կգործի, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կարգավորվեն։ Եվ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը։ Եվ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան արդեն իսկ գործող առևտրային հարաբերությունների մասին, Փաշինյանը նկատեց, որ տասնամյակներ շարունակ բենզին ներկրող մենաշնորհային դաշտը փլուզվում է եւ դրանով պայմանավորված ճակերտավոր հայրենասիրական կոչերով փորձում են տարատեսակ խոսույթներ ձևավորել ադրբեջանական բենզինից չօգտվելու համար։ Նույնիսկ փորձում են այս ամենի մեջ ներքաշել նաև եռաբլուրում հանգչող հերոս հայորդիներին։ Բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչի՞ ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես
արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Խոսելով նաև բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու մասին վարչապետը ընդգծեց, որ այլ էր իրավիճակը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը եւ այլ է դրանից հետո, նկատի ունենալով, որ միջազգային գործընկերները մեծ պաշտպանական զենք զինամթերք չէին վաճառում, վախենալով, որ դրանք կկիրառվեն կամ կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմաններից դուրս։ Ըստ նրա իրավիճակը փոխվեց, երբ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որից հետո այդչափ սպասված շուկան բացվեց մեզ համար։ Փաշինյանի ներկայացմամբ մեզ զենք չվաճառելու եւս մեկ պատճառ կար՝ ՀԱՊԿ անդամ լինելը։ Իրավիճակը հարթվեց, երբ սառեցվեց անդամակցությունը տվյալ կազմակերպությանը։ Պանելային քննարկման ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի Եվրամիության անդամակցության հնարավորությանը։ Մենք մեծ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա եւ այս ճանապարհով գնալ եւ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ ենք հայտարարում, մենք ձև չենք անում։ Մենք հստակ հայտարարում ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Բայց մենք այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք դա գիտենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամ արտահայտությունից։ Պանելային քննարկմանը ելույթներով հանդես եկան նաև Եվրամիությունն ու ԱՄՆ դեսպանները։ Վերջիններս ընդգծեցին, որ թե Եվրամիությունը եւ թե ԱՄՆ-ն շատ են կարևորում Հայաստանի հետ գործակցությունն ու ռազմավարական բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, մատնանշելով TRIP-ը եւ Եվրամիության ռազմավարական մի շարք ծրագրեր։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն է ներկայացրել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով իրենց առաջարկվող 5 տարբերակներից մեկը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա նշել է, որ նախաձեռնության նպատակն է լուծում տալ տարիներ շարունակ կուտակված խնդիրներին, սահմանելով հստակ իրավական կարգավորումներ, ուղղված անհայտ կորած անձանց, նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը։ Օրենքի նախագծով հստակեցվում է անհայտ կորած անձ հասկացությունը, ընդգրկելով ոչ միայն զինծառայողներին, այլև կամավորներին եւ քաղաքացիական անձանց, որոնք անհետացել են ռազմական գործողությունների, ծառայողական պարտականությունների կատարման կամ դրանց հաջորդած 6-ամսյա ժամանակահատվածում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, նրանց իրավունքները, հետախուզման մեխանիզմները, նաեւ վնասի հատուցման եւ պետական աջակցության հնարավորությունները։ Նախագծով նաեւ սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստրը։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն։ Նույն նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև ճանապարհային երթևեկության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային
բանակային միջոցներով օտարերկրացիների կողմից իրականացված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Նախագծով նախատեսվում է, որ տուգանքները կծանուցվեն նաև օտարերկրացիներին, իսկ դրանց վճարումը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի սահմանային անցակետերում։ Առաջարկվող փոփոխությամբ առաջարկում ենք այս մասին տեղեկությունը փոխանցել սահմանային անցակետեր եւ անձամբ ծանուցել սահմանային անցակետերում, որպեսզի օտարերկրացիները հնարավորություն ունենան այս պարտավորությունները մարել երկրից դուրս գալուց։ Եթե օտարերկրացին արդեն իսկ դուրս է եկել, հաջորդ մուտքի պարագայում նա սահմանին կծանուցվի այդ հնարավորության մասին, եթե ուրեմն անձը կմարի, ապա մուտքի հետ կապված խնդիրներ չունենա, եթե անձը չի մարի, կունենա չմարված պարտավորություններ, կունենա մուտքի արգելք 1 տարով, դա արձանագրված է նշված օրենքով։ Քննարկվել է նաև օտարերկրացիների մասին եւ գիծ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող կացության բոլոր կարգավիճակի տրամադրման գործընթացը։ Արմեն Ղազարյանի խոսքով Հայաստանում կգործի նաև աշխատանքային վիզայի նոր տեսակ՝ պայմանավորված աշխատանքային միգրացիոն հոսքի աճով։ Առաջարկվել է փոփոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, այն 2026 թվականի օգոստոսի 1-ից տեղափոխելով նոյեմբերի 1-ը։ Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին։ Падգամավորը նշել է, որ ներկայում արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 քաղաքացի չեն վերադառնում Հայաստան ազատազրկման անխուսափելիության պատճառով։ Այս պահին ունենք 18-ից 27 տարեկան, այսինքն բանակում չծառայելու համար հետախուզվող 18-ից 27 տարեկան 4384 անձինք, ովքեր կարող են վերադառնալ եւ անցնել պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք 27-ից 37 տարեկան հասակում, այսինքն այս իմ օրենքի սահմաններում 4076 քաղաքացիներ, բայց նրանց մի մասը նախորդ օրենքից կարող է օգտվել, մի մասը անգամ օգտվել է։ Եվ ունենք շուրջ 2000 հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր 37-ից 57 տարեկան հասակում են։ Ինչու եմ առանձնացնում 37-ից 57 տարեկաններին, որովհետև նրանք որ պահին վերադառնան Հայաստանի Հանրապետության, քրեական գործը կկարգվի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Քանի որ շարունակվող հանցագործություն է բանակում չծառայելը 18-ից մինչև 27 տարեկանը շարունակում է հանցագործությունը եւ հանցագործության ավարտը 27 տարին է, 27 տարեկանից հետո 10 տարի հետո վաղեմության ժամկետը համարվում է ավարտված։ Եվ այս մեր անձինք, ովքեր օրինակ ունենք 1988 թվականին ծնված 37 տարեկան 167 տղա, ովքեր որ պահին վերադառնան նրանց քրեական գործերը կկարգվի, որևէ գումար չեն վճարի, անգամ 57 տարեկան տղամարդ ունենք, ով հետախուզվում այսօր, որ պահին վերադառնա քրեական գործը կկարգվի։ Падգամավորն առաջարկել է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս եւ վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 միլիոն դրամ պետական բյուջե։ Հայկ Սարգսյանը նշել է, որ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է 200 քաղաքացի։ Նախագծի ընդունումն ըստ հեղինակի թույլ կտա միաժամանակ լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ ֆինանսական խնդիրներ, խնայելով պետական բյուջեի զգալի միջոցներ։ Կառավարությունը ներկայացված նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չունի։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնել է, որ կարգավորումներն ընդունելի են։ Արդյունքում ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բոլոր քննարկված օրենսդրական նախաձեռնություններին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել դրանք ներառել ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի օրակարգում։ Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում տոնական եւ հետտոնական օրերին տեղացած առածյան մաքրման աշխատանքներն էին։ Չնայած Ավինյանը դրական գնահատեց Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի կատարած աշխատանքը, սակայն միաժամանակ դժգոհեց վարչական շրջանների կատարած աշխատանքից։
Տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Ինչպես եւ սպասվում էր, նիստը սկսվեց տոնական եւ հետտոնական օրերին մայրաքաղաքում տեղացած ձյան եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանի համապատասխան մարմինների կատարած աշխատանքների մասին զեկույցով։ Նշվեց, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել են յաշր բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ, 50 փոքր չափի խոզանակավոր տեխնիկա, Բելարուս տեսակի 7, Քար տեսակի 2 տրակտորներ եւ 10 ինքնաթափ մեքենաներ, իսկ վերջին 15 օրերին էլ ձնամաքրման աշխատանքներին օգտագործվել է մոտ 6500 խորանարդ մետր աղ ավազային խառնուրդ։ Չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանը ձնամաքրման աշխատանքները առաջնային եւ երկրորդական ճանապարհների մասով դրական գնահատեց, բայց դժգոհեց վարչական շրջանների կատարած աշխատանքներից։ Ըստ նրա, որոշ վարչական շրջաններում համապատասխան մարմինները չեն տարել իրազեկման աշխատանքներ, որ տնտեսվարողները տեղեկացված լինեն ձնամաքրման աշխատանքներում իրենց պարտականությունների մասին։ Մենք ունենք վարչական շրջաններ, ովքեր որ բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են։ Եվ չկա դրան բացատրություն։ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների աշխատանքի մասով դժգոհությունը բաժանեց մի քանի մասի, որից մեկը չկիրառված տույժերի գրանցումն էր։ Հաջորդ երկուսը վերաբերում էին այն աշխատակիցներին, որոնք պետք է տոնական օրերին իրենց աշխատանքը կատարեին, բայց կրկին թերացել են։ Հունվարի 1-ից 3-ը, եթե ոչ 31-ից, մեր վարչական շրջաններին հատուկ մի 2 տարի առաջ քննարկեցինք, հատուկ աշխատակիցներ առանձնացրեցինք, որպեսզի վարչական շրջանները ունենան գործիք աղբահանության մաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր եւ մնացյալ այլ տեղերում, երբ որ ձյուն է գալիս, ունենան այդ ներուժը որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։ Ես 1-ից 3 քեզ մարդիկ տուն են եղել։ Նոր տարի էին անում։ Հասկանում եմ իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Իսկ ահա 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների մուտքը օդի որակի եւ խցանումների մասով կարևոր է։ Այս առնչությամբ Ավինյանը հիշեցրեց մայրաքաղաքի որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտային միջոցներից այլ մեքենաների մուտքը արգելելու մասին, ընդգծելով, որ տրանսպորտային ոլորտի բարեփոխումները քաղաքի կառավարման առանցքային օղակներից են։ Այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է, չգիտեմ, 80-ից 100 մարդատար ավտոմեքենա եւ կարող ենք այս համեմատականները շատ հստական են։ Սա առաջին իհարկե գործոնն է։ Երկրորդ գործոնը իհարկե վերաբերում է օդի որակին եւ օդի որակի տեսանկյունից այս ավտոբուսները գրեթե կարելի ասել գրեթե չէ առհասարակ արտանետումներ որպես այդպիսին չեն ստեղծում, դրանք էլեկտրական ավտոբուսներ են եւ բացի դրանից նաեւ փոխարինում են ավտոմեքենաներին մարդատար մոտավորապես եթե 250-ը ամեն 100-ի հետ համեմատենք ստացվում է 25000 ավտոմեքենայի մասին է խոսքը։ Հաջորդիվ քաղաքապետը գործակարգավարականի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց արդեն Երևանում օդի որակի խնդրին, շեշտելով, որ քաղաքապետարանը ավելի շատ կենտրոնացած է վերլուծական տվյալներ տալու եւ դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Միանշանակ մենք ունենք հնարավորություն որոշակիորեն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ եւ նաեւ պետք է խնդրեմ երևի թե հաջորդ շաբաթ պարոն Տիգրան Արզումանյանը ներկա լինի եւ ներկայացնի իր կատարած աշխատանքը եւ մասնավորապես այն վերլուծությունները, որոնք որ կան, որ մենք որոշակիորեն այս իրազեկվածությունը ինչով է կարեւոր, որովհետեւ ես այդպես մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է օրինակ Սարայևո քաղաքը Բոսնիա-Հերցեգովինայում, որը ավելի շատ անտառ է, հետո նոր քաղաք, այսինքն անտառի մեջ քաղաք, որտեղ ցուցանիշները խայտառակ բարձր են եւ իրականում այդտեղ կոպիտ ասած ներքին կանաչապատման աշխատանքները այդքան մեծ արդյունք չեն տալիս։ Հավելենք, որ զեկույցներից հետո քաղաքապետին ներկայացվեց նաև հանձնարարականների մասով կատարված աշխատանքը։ 2025 թվականը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար գերհագեցած, ծանր, բայց եւ հաջողված տարի էր։ Կառույցի ղեկավար Զարե Սինանյանը ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրել հաջողված ծրագրերը եւ 26-ի անելիքները։
Սփյուռքի երիտասարդ դեսպան Իգոր Ցքայլ դեպի տուն, ներուժ։ Սրանք այն հսկայական աշխատանքների եւ ծրագրերի մի մասն են միայն, որոնք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջողությամբ իրականացնում է։ Այդ է վկայում ամեն տարի նշված ծրագրերին մասնակցության համար դիմողների թվի աճը։ 2025 թվականը նշանավորվեց նաեւ երիտասարդական ամենամյա մեծ համաժողովով, որին մասնակցեց արտերկրից ժամանած 600 երիտասարդ եւ 200 քաղաքացի Երևանից եւ տարբեր մարզերից։ Ըստ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի, նախորդ տարին բավականին հաջող ու գերհագեցած էր։ Անցյալ տարի նաեւ նշանավորվեց մեր հանձնակատարների ինստիտուտի կայացման այսպես շարունակական փուլով, այսինքն մենք այս պայն արդեն ունենք 19 հանձնակատար, վերջինս նշանակվեց դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում մեր հայրենակիցներից մեկը նշանակվեց Սփյուռքի հանձնակատար, որով մենք Բրազիլիայում եւս կարողացանք ընդլայնել մեր հնարավորությունները եւ տեղում ձեռք բերել կապող օղակ, եւ այս գործընթացը կարծում շատ ավելի ակտիվորեն կշարունակվի արդեն այս տարի։ 2025 թվականին ֆրանսահայ գործընկերների հետ միասին անցկացվեց նաև առաջին մշակութային համաժողովը, ներառելով ավելի քան 250 մշակութային գործիչների։ Սինանյանը կարևորեց Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայաստանյան զարգացումներն ու իրական Հայաստանի կոնցեպտը։ Ընկալումները, այսպես եթե վակուում նայենք, այսինքն այնպեսին ինչպեսին կան, երբ որ մենք ասելով, այսինքն պետության ձայնը լսելի չի լինում, շատ ավելի մակերեսային են եւ համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են Սփյուռք, այսպես ասեմ, դե այլ կերպ չեմ կարողանում բնութագրել, այսինքն ասեք մարդիկ, քանի որ ապրում են Սփյուռքում եւ չունեն պետությունը որպես խարիսխ հայության, հաճախ օրինակ հայ առաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխը, դա հասկանալի է, դա բնական է, եւ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն, բայց լավ, սա ճիշտ է, թե սխալ է։ Եվ սա հաշվի առնելով բնական է մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ։ Խոսելով ներկա աշխարհակաղակական զարգացումներից Զարե Սինանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում եւ հարևան Իրանում կատարվողին։ Նա ներկայացրեց գրասենյակի իրականացրած աշխատանքը տեղի հայ համայնքների հետ։ Իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որտեվ ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև, այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղ ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, թե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին։ Ինչ վերաբերում է հայրենադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքին, ապա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վստահեցրեց, գրասենյակը շարունակում է լավարկել եւ ավելի թիրախային դարձնել ինտեգրման ծրագրերը։ Անդրադառնանք տարածաշրջանային եւ միջազգային իրադարձություններին։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ռուսական հարվածների հետևանքով կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ, ավելի քան 1000 շենք մնացել է առանց ջեռուցման։ Ուկրաինայի վարչապետն ասել է, որ Կիևի վրա վերջերս իրականացված հարձակումները ռուսական ներխուժումից ի վեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամենախոշոր հարձակումներից էին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Դնեպր զորախումբը ազատագրել է Զոպորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը։ Հունվարի 11-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է,
է, որ ձմռան ծայրահեղ ցրտին Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 1000 շենք մնացել է առանց ջեռուցման, քանի որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Վերականգնման աշխատանքներ են տարվում, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ։ Առաջիկայում սպասվող ցածր ջերմաստիճանի պատճառով բնակիչներին կոչ եմ անում հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով Կիևում ավելի քան 500,000 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ընդգծել է, որ վերջին հարվածները Կիևի էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական կողմի հաշվարկներով ամենախոշորն են ռուսական ներխուժումից ի վեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ գիշերը ռուսական զորքերը կիրառել են 121 հարձակվողական անօդաչու թռչող սարք եւ 1 Իսկանդեր հրթիռ երկրի տարբեր շրջաններում, այդ թվում Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Հարվածների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Կիևից բացի ուկրաինական մի քանի շրջաններ եւս մնում են առանց էլեկտրականության։ Օդեսայում տեղի ունեցած պայթյուններից հետո էլ քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը Սերգեյ Լիսակը կոչ է արել բնակիչներին մնալ անվտանգ վայրերում։ Կիևի քաղաքապետ Կլիչկոն կրկին կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել երկիրը վերջին հարվածների հետևանքով վնասված էներգետիկ համակարգերի պատճառով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, վառելիքի պահեստները եւ 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է նաև, որ Դնեպր զորախումբն ազատագրել է Բելոգորինե բնակավայրը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը օրեշնիկի հրթիռային հարվածներով, եթե Եվրամիությունը զորքեր տեղակայի Ուկրաինայում։ Նա իր գրառումն ուղեկցել է հարվածի տեսանելի պատկերով, ընդգծելով, որ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը։ Չնայած այս հայտարարությանը Տելեգրամյան ալիքներում տարածված է տեսագրություն, որտեղ երևում է, որ ռուսական կողմում կռվում են նաև աֆրիկացի վարձկաններ, որոնք ընդգրկվել են մարտական գործողություններում ուկրաինական զինված ուժերի դեմ։ Տեսագրությունում նրանք ներկայացվում են որպես հրետանային զորախումբ, որոնք ներգրավվում են առավել ռիսկային առաջադրանքներում։ Իսկ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի նավթամբարին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություններ չկան։ Այդ ընթացքում Վոլգոգրադի, Գելենջիկի, Կրասնոդարի եւ Չիբոքսարի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները, իսկ Բելգորոդը եւ շրջակա տարածքները զրկվել են ջրից, էլեկտրաէներգիայից եւ ջեռուցումից էլեկտրական ենթակայանի վրա հարվածի հետևանքով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ քննարկում է ազատ առևտրի հնարավոր համաձայնագիրը, որպես Ուկրաինայի վերականգնման հետպատերազմյան փաթեթի մաս։ Նա նշել է, որ նման համաձայնագիրը կնպաստի նաեւ տնտեսական անվտանգության ամրապնդմանը եւ հույս է հայտնել մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան կողմին փոխանցել է 20 կետանոց խաղաղության ծրագիրն ու ակնկալում է Ռուսաստանի արձագանքը հունվարի վերջում։ Նա նաև հավելել է. Ուկրաինան երբեք չի ճանաչի ռուսական օկուպացված տարածքները եւ հույս ունի ապագայում վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Մենք քննարկում ենք Վաշինգտոնի հետ ազատ առևտրի հնարավոր համաձայնագիրը, որը կծառայի նաեւ որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ իրական դիվանագիտության։ Մյուս կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. Ուկրաինան արհեստականորեն ստեղծված պետություն է։ Սա մեզ տալիս է բոլոր հիմքերը պաշտպանելու Ռուսաստանի իրավունքներն այս տարածքում։ Չեչնիայի ղեկավարի որդի եւ տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը եւս հայտարարություն է տարածել։ Նա սպառնացել է Զելենսկուն, խոստանալով ռազմական հանցագործի կարգավիճակով նրան հասցնել Գրոզնի։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված Կիևից մինչև Ուկրաինայի հարավային եւ ռուսական սահմանային շրջաններ, որտեղ շարունակվում են հրթիռակոծությունները, հրդեհներն ու բնակչության անվտանգության հետ կապված ահազանգերը։ Ուկրաինան եւ միջազգային համայնքը շարունակում են պայքարել քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության եւ քաղաքական լուծումների համար, մինչդեռ ռուսական կողմը ռազմավարական գերակայություն է ստանում, օգտագործելով նաեւ վարձկանների, այդ թվում աֆրիկացի։
Չնայած Իրանում հայտարարված երրորդյա սուգին երկրում շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին զանգվածային անկարգությունները նոր թափ են ստացել։ Միաժամանակ հասարակական մի հատված դուրս է եկել փողոցներ, աջակցություն հայտնելու երկրի ղեկավարությանը։ Թեհրանում եւ այլ խոշոր քաղաքներում անցկացվել են իշխանամետ բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակցել է նաեւ նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանում շարունակվող հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին երկրի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ իշխանությանն աջակցություն հայտնելու համար դուրս են եկել փողոցներ։ Իշխանամետ հանրահավաքներ են անցկացվել Թեհրանում եւ այլ խոշոր քաղաքներում։ Իրանական Թասիմ գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում կազմակերպված իշխանամետ ցույցին անձամբ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները, ձեռքերին պահել Իրանի դրոշն ու գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի դիմանկարները։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին ազգային արժույթի աննախադեպ արժեզրկման բարձր գնաճի եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի ֆոնին։ Սակայն կարճ ժամանակ անց այդ ցույցերը ստացել են նաեւ քաղաքական բնույթ, որի ընթացքում եղել են բախումներ իրավապաշտպանների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բազմիցս հայտարարել է, որ անկարգությունները հրահրվում են արտաքին ուժերի կողմից։ Նրա խոսքով Թեհրանն ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են հակակառավարական գործողություններում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ներգրավվածությունը։ Միաժամանակ Իրանի ղեկավարությունը վստահեցնում է, որ իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ։ Իրանի վերջին շահի որդի թագաժառանգ Ռեզա Փահլավին էլ հայտարարել է, որ մշակել է Իրանի իշխանափոխության ծրագիր Իրանի բարգավաճման նախագիծ անվամբ։ Փահլավիի խոսքով ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից եւ մշակվել է ավելի քան 100 փորձագետների մասնակցությամբ։ Առաջին փուլը նախատեսում է 180 օրով արտակարգ դրության հայտարարում անվտանգության եւ պետական ծառայությունների շարունակականությանն ապահովելու համար։ Այնուհետև կանցկացվի կայունացման փուլ տնտեսական վստահության վերականգնմամբ, իսկ վերջին փուլում նախատեսվում են համազգային ընտրություններ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային հայտնել է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև երկխոսությունը շարունակվում է, ինչպես ցույցերից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում։ Նրա խոսքով Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնից ստացված առաջարկները, սակայն ընդգծել է, որ սպառնալիքներն ու երկխոսությունները չեն կարող համատեղ գոյություն ունենալ։ Արաղչին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է ինչպես երկխոսության, այնպես էլ հնարավոր ռազմական սցենարի, սակայն հույս է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը կընտրի խոհեմ ուղին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են Վաշինգտոնի հետ եւ ցանկանում են բանակցել, սակայն նշել էր, որ հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է շատ խիստ արձագանքի տարբերակներ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ին հայտնել է, որ Թրամփը պատրաստ է ռազմական ուժ կիրառել, եթե դա անհրաժեշտ համարի։ Նրա խոսքով Իրանի միջուկային ծրագիրը, որը Թեհրանի հիմնական ճնշման լծակն էր, արդեն ոչնչացված է։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ կոչ է արել ամերիկացիներին լքել Իրանը զանգվածային ցույցերի, ինտերնետի անջատումների եւ տրանսպորտային խափանումների ֆոնին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում երկիրը լքել Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի ցամաքային սահմաններով։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է առաջարկել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման։ Այս սահմանափակումները կարող են ներառել ԵՄ մուտքի արգելք եւ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ակտիվների սառեցում։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, դատապարտելով Իրանի ներքին գործերին արտաքին միջամտության փորձերը եւ վերահաստատելով երկկողմ ռազմավարական գործակցությունը։ Իրավապաշտպան խմբերի տվյալներով դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, այդ թվում տասնյակ իրավապահներ։ Իսկ Reuters-ը հղում անելով իրանցի պաշտոնյաներից մեկին հայտնել է, որ զոհվել է մոտ 2000 մարդ, պնդելով, թե այսպես ասած աղաբեկիչներն են մեղավոր քաղաքացիական անձանց եւ անվտանգության աշխատակիցների մահվան համար։ Ինտերնետի ու բջջային կապի անհասանելիության պատճառով անհնար է ստույգ տեղեկություններ ստանալ։ Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, համադրելով տնտեսական ճգնաժամ, ներքաղաքական բախումներ, իշխանամետ եւ հակակառավարական ցույցեր, նաեւ աճող միջազգային ճնշում։ Այլ թեմաներ 2025 թվականին Երևանի շտաբ բուժօգնություն ընկերությունը սպասարկել է 307,000 կանչ, որը մոտ 3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընկերության տնօրենը այս ամենը պայմանավորում է մայրաքաղաքում բնակչության թվի աճով։
2025 թվականի ընթացքում շտաբ բուժօգնություն ընկերությունը սպասարկել է 307,000 կանչ, որը մոտ 3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին ամփոփիչ հասուլիսում հայտնեց շտաբ բուժօգնության ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Նրա կարծիքով դա պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ։ Չնայած որ ընդհանուր կանչերի թիվն ավելացել է, սակայն ըստ Գրիգորյանի, եթե 2024 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2025 թվականի հունվարի 11 ժամանակահատվածում սպասարկել են օրական մինչև 1200 կանչ, ապա ամբողջովին այլ է եղել պատկերը արդեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին եւ 2026 թվականի հունվարի առաջին տասնօրյակին։ Կանչերի թիվը կազմել է ընդամենը 35%։ Ըստ նրա, կանչերի քիչ քանակն էլ պայմանավորված է պետության կողմից մշակված նոր օրենքի կիրառմամբ։ Համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է դրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող բուժարունների համար կանչը դառնալու է վճարովի։ Իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաեւ փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ։ Խոսելով 8-րդից հետո յուրաքանչյուր կանչի համար գանձվող վճարի չափի մասին Գրիգորյանն ասաց, որ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այն։ Շտաբ բուժօգնությունն օրինակ սահմանել է 10,000 դրամ։ Անդրադառնալով կանչերի վիճակագրությանը վերջինս նկատեց, որ մայրաքաղաքում գրանցված կանչերի 99%-ը յուրաքանչյուրի համար չեն գերազանցել 8-ը։ Իսկ խոսելով 2025 թվականին ընկերության ձեռքբերումների մասին Գրիգորյանը հպարտությամբ ընդգծեց, ոչ նվիրատվական կարգով, այլ սեփական միջոցների հաշվին ձեռք են բերվել 7 նոր շտապօգնության ավտոմեքենաներ, որից մեկը Reano-Mobile է, իսկ մյուս 6-ը գծային մեքենաներ։ Շտապօգնության նոր մեքենաների պարկի թարմացմամբ հնարավորություն է տրվում ժամանակին եւ ավելի որակով սպասարկում իրականացնել։ Մեր հիմնական ուժը այդ բուժանձնակազմն է, սկսած կրծել բուժաշխատողից, վերջացած ավագ բուժաշխատող, վարորդ, բուժքույր բուժակ եւ բժիշկ, ու բնականաբար ինչքան որ հարմարավետ լինի իրանց պայմանները, ինչքան հարմարավետ մեքենայով լինի, ինչքան հարմարավետ բուժ սարքավորումներով սպասարկեն, այդքան դա կանդրադառնա բուժարունների բուժ սպասարկման վրա։ Ձեռքբերումներից Ռուբեն Գրիգորյանն առանձնացրեց նաև առաջիկայում բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը, որն ընկերության կարևոր նպատակներից մեկն է համարվում։ Վարչապետի մոտ միջգերատեսչական խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևան քաղաքի շտաբ բուժօգնության ֆինանսավորումը ավելացնել, հետևաբար նախատեսում ենք 26 թվականի առաջին կիսամյակում այն պահից սկսած, երբ կավելացվի մեր ֆինանսավորումը, այսպես կոչված կանչի գինը, մեկ կանչի համար նախատեսվող արժեքը հենց բարձրացվի, բնականաբար միանշանակ մեր բուժանձնակազմի աշխատավարձները բարձրացվելու է։ Գրիգորյանը հայտնեց, որ 2026 թվականին նախատեսում է ձեռք բերել շտապօգնության եւս 10 ավտոմեքենա, նաեւ փոխել բուժանձնակազմի արտահաղուստը։ Արկավճարային համակարգով անկանխի գնումներից ֆիզիկական անձանց կտրամադրվի հետվճար, այն սկսել է գործել 2026 թվականի հունվարից։ Քաղաքացիները անկանխիկ առևտուր անելու դեպքում 2% հետվճար կստանան։ Հետվճարները հաշվարկվելու եւ վճարվելու են սկսած 26 թվականի փետրվարից մինչեւ 27 թվականի հունվարը ներառյալ։ Անկանխիկ գործարքի հետվճարի չափը ձևավորվում է Armenia Card ընկերության եւ պետության կողմից մեկական տոկոս համամասնությամբ։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում նոր պիլոտային ծրագիր կիրականացվի։ 2% հետվճար կտրամադրվի անկանխիկ գնումների դեպքում։ Հետվճարները հաշվարկվում եւ վճարվում են 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվարը ներառյալ։ Ներկայում շրջանառության մեջ է մոտ 500,000 արկաքարտ։ Հետվճար են ստանալու միայն արկա վճարային քարտերով գործարք կատարող ֆիզիկական անձինք։ Միջոցառումն ուղղված է պետություն մասնավոր սոցիալական տնտեսական գործակցության ապահովմանը եւ նպատակ ունի ամրապնդելու անկանխիկ գործառնությունների համակարգը։ Կենտրոնական բանկի համար վճարային ենթակառուցվածքը քրիտիկական ենթակառուցվածքն է, իսկ արքան առանցքային դեր ունի, այդտեղ բնականաբար առանձին առևտրային բանկերը եւս ու արքան մեր ներքին վճարումների processing-ն է իրականացնում անկախ քարտի տեսակից։ Նույնիսկ եթե այլ միջազգային ընկերությունների կողմից թողարկված թղթը։ Այդ իմաստով մենք պատասխանատու արքան անընդհատության համար բոլոր քարտերը տարբերություն չկա, արքա քարտա թե այլ։ Կենտրոնական բանկը ՏՏ անվտանգության տեսանկյունից պահանջներ ունի, որը կիրառելի է բանկերի համար եւ արքայի համար եւս,
ու այդ իմաստով մեր խիստ ուշադրության ներքո է։ Այն նաև փոխշահավետ հնարավորություն է շահառուների համար, քանի որ առաջարկում է որոշակի պայմանների դեպքում անկանխի գործառնություններից գումարային վերադարձ ստանալ, բայց ոչ բոլոր գործարքների դեպքում է վերադարձ լինելու։ Սահմանված է շեմ, հետվերադարձը կլինի 1000 դրամից բարձր անկանխի գնումների դեպքում։ Հետվճարի ժամկետը հետ ստանալու մինչև նախորդ ամսվա դիմաց կատարած վճարումների դիմաց հետվճարը կստացվի մեր սպառողները կստանան մինչև հաջորդող ամսվա 25-ը։ Ծրագրի ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ընդգրկող վճարումների դիմաց կատարված գործարքների վրա է կիրառվելու, իսկ հետվճարը ստանալու են 2026 թվականի փետրվարի ամսից մինչև 27 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Անկանխի գործարքների հետվճարի չափը ձևավորվում է Armenian Card ընկերության հատկացումներից եւ պետության կողմից մեկական տոկոս համամասնությամբ։ Ընդհանուր արկանտն բանկերի կողմից թողարկված քարտերի քանակները կազմում են 4 միլիոն հատ, որոնք ընդհանուր 1.8 միլիոն քաղաքացիներին են, քարտապաններին են պատկանում, իսկ արկա քարտերի ընդհանուր թիվը այս պահին գործող 778,000 հատ քարտն է, որոնք պատկանում են 623,000 քաղաքացիների։ Այս տեղեկատվությունից բարձր դառնում, որ ամեն երրորդ քաղաքացին ունի արկա քարտ, իսկ ինչ վերաբերում է գրոհելուն մեր բանկերին արկա քարտերի թողարկման մասով, այո, ակտիվությունը բարձր է, բայց մեր բանկերը սպասարկում են բոլոր ցանկացողներին եւ տրամադրում են քարտեր։ Ինչ վերաբերում է հետվճարի արդեն մեկնարկած ծրագրին, ուզում շեշտել, որ այո, արկա քարտերի շրջանառությունները արդեն էական աճը արդեն տեսնում ենք, դինամիկան տեսնում ենք ու կարծում ենք ել ավելի արդեն բարձր աճ տեմպ կունենանք։ Թեև Հայաստանում առհասարակ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը, սակայն հաշվի առնելով սպասվող խոսքերը, տեխնիկական խնդիրներից եւս հնարավոր չէ խուսափել։ Այո, 2025 թվականին ունեցել ենք թվով 3 հիմնական խափանումները, որոնք ընդհանուր համակարգային համասանություն ա եղել, հիմնականում պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով, որոնց մասով մենք ներկայացրել ենք դիտարկումները, իսկ ինչ վերաբերվում է հետվճարի նախագծի շրջանակներում աճի միտումներին, այո, կանխատեսումներն իրականացված են ընկերությունը պարբերաբար իրականացնում է վերազինման աշխատանքներ, թե մարդկային ռեսուրսների առումով, թե տեխնիկական միջոցների ապահովման մասով ու մենք կանխատեսումները, որ մենք իրականացրել ենք, ամբողջությամբ պատրաստ ենք ապահովել այդ սպասարկումները, որովհետեւ խնդրի առաջ պետք է չկայանա։ Ֆինանսների փոխնախարարն էլ չի հստակեցնում, արդյոք վերահսկման մեխանիզմ կա, որով կհետևեն, որ ընկերությունը քարտերի սպասարկման վճարը չբարձրացնի։ Որպես կանոն քարտ անվճար է։ Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարումներին, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, արքային նվեր կամ մեկանգամյա օգտագործման քարտին։ Այսպես ասած, ամենօրյա ծախսերը, եթե կատարվում է արկա քարտով, 2%-ը վերադարձվում է քարտին։ Իդեպ կենսաթոշակառուներն ու նպաստացող քաղաքացիները եւս կարող են հետվճար ստանալ։ Անկանխի գործարքների դեպքում հունվարից արդեն 20%, ներկայիս 12%-ի փոխարեն։ Այստեղ քարտի նախապայման չկա։ Իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։